Եթե ԱՄՆ-ն Թոմահոք հրթիռներ տրամադրի Ուկրաինային, դա նոր էսկալացիայի կհանգեցնի եւ կվնասի ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Վալդայի ակումբի պանելային քննարկմանը երեք հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Մեծ հեռահարության այս հրթիռները, որոնցով Ուկրաինան կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին, կարող են որոշ վնաս հասցնել, սակայն ոչ մի կերպ չեն փոխի ուժերի հավասարակշռությունը մարտի դաշտում, պնդել է Վլադիմիր Պուտինը։ Нанесет ли это ущерб нашим Կվնասի դա մեր հարաբերություններին, իհարկե կվնասի։ Թոմահավքների օգտագործումն առանց ամերիկացի զինվորների ուղիղ մասնակցության անհնար է, դա կնշանակի էսկալացիայի բոլորովին նոր, որակապես նոր փուլ, այդ թվում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում։ Կրեմլի ղեկավարը նշել է, որ օգոստոսին Ալյասկայում ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը երկկողմ օրակարգի գրեթե ոչ մի հարց չեն քննարկել, միայն ուկրաինական ճգնաժամի լուծման հնարավորություններն ու ուղիները։ Պուտինը վստահեցրել է Մոսկվան պատրաստ է շարունակել ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ քննարկումը։ Ռուսաստանի նախագահը դարձյալ մեղադրել է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի դեմ պատերազմի համար, բայց եւ պնդել, թե ռուսական զորքը վստահ առաջ է շարժվում ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով։ Ապա սպառնացել է Ռուսաստանն արագ կարձագանքի, եթե համարի, որ Եվրոպան սադրանքների է գնում։ Եթե որևէ մեկը դեռ ցանկություն ունի մրցել մեզ հետ ռազմական ոլորտում, ազատ է, թող փորձի։ Ռուսաստանի հակահարվածները չեն ուշանա, ասել է նա։ Վլադիմիր Պուտինը նաև զգուշացրել է Զապորոժիեի ատոմակայանի տարածքին հարվածելով ուկրաինացիները վտանգավոր բան են անում, ապա ակնարկել Ռուսաստանը կարող է հայելային պատասխան տալ։ Это опасная игра. И на той стороне люди тоже должны понимать. Սա վտանգավոր խաղ է եւ մյուս կողմում մարդիկ նաեւ պետք է հասկանան, որ եթե այդքան վտանգավոր քայլերի են դիմում, ապա իրենց կողմում դեռ գործող ատոմակայաններ կան եւ ինչն է մեզ խանգարում նույն կերպ հակահարված տալ։ И что нам мешает отвечать зеркально? Կրեմլի խոսնակն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինային Թոմահոք հրթիռների տրամադրումը շատ վտանգավոր քայլ կլինի եւ համարժեք պատասխան կստանա։ Это будет новым серьезным. Եթե դրանք մատակարարվեն, դա կլինի էսկալացիայի նոր լուրջ փուլ, որը կպահանջի համարժեք արձագանք ռուսական կողմից։ Պեսկովը հավելել է, Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպումից հետո կողմերն ավելի մոտ չեն խաղաղությանը եւ դրա համար մեղադրել է գլխավորապես եվրոպական երկրներին, որոնք ըստ նրա Ուկրաինային խրախուսում են շարունակել պատերազմը։ Մինչդեռ Վաշինգտոնը նրա խոսքով պահպանում է քաղաքական կամքը հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։ Չնայած ռուսական կողմի պնդումներին, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն այս տարի սահմանափակ առաջընթաց է գրանցել մարտադաշտում եւ կոչ է արել շարունակել ճնշումը Մոսկվայի վրա, որպեսզի դադարեցնի պատերազմը։ Պետք է ուժեղացնենք պատժամիջոցների փաթեթները եւ դիմենք այլ շատ ուժեղ գործիքների, այդ թվում նավթի եւ նավթամթերքի առևտրի հետ կապված գործիքների, ասել է Զելենսկին։ We also need to seriously think how to truly down Russia's entire oil trade infrastructure. Ու մինչ Ռուսաստանը շարունակում է սպառնալ, եվրոպական երկրները Կոպենհագենում 2 օր քննարկում էին Եվրոպայի անվտանգությունն ուժեղացնելու եւ Ուկրաինային աջակցելու հարցերը։ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ լայն համաձայնություն կա Ուկրաինային աջակցելու նպատակով ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներն օգտագործելու հարցում։ Ֆրիդրիխ Մերցը խոստացել է աջակցել ցանկացած մոտեցման, որը թույլ կտա օգտագործել այդ ակտիվները Ուկրաինային օգնելու եւ այս պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու համար։ Պուտինը չպետք է թերագնահատի մեր վճռականությունը։ Իսկապես կա մեծ միասնություն եւ շատ անսասան վճռականություն միասին դիմակայելու այս ագրեսիային։ Սակայն 3 եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի ժամանակ Հունգարիայի վարչապետը մերժել է ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային 140 միլիարդ եվրո վարկ տրամադրելու ԵՄ նախաձեռնությունը։ Վիկտոր Օրբանը նաև հրաժարվել է հանել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտի վրա դրած վետոն եւ արգելափակել է Եվրոպական խորհրդի նախագահի առաջարկը փոխելու քվեարկության կանոնները, ինչը թույլ կտար շրջանցել վետոն։